Սրուցարանը միացրի ընկեր Խաչատրյան, կարող եք սկսել, Հա, մենք արդեն սկսենք, ընթացքում մասնակիցներին կընդունենք, հա? Այո։ Շատ լավ, ուրեմն սկսենք։ Մի վայրկյան։ Այդ դեպքում մեր այսօրվա վեբինարի մասնակիցներին մի հատ ողջունենք, ասենք բարի գալուստ Գիտսանի էջ։ Հուսով ենք այսօր մենք շատ հետաքրքիր վեբինար ենք ունենալու, այսօր վեբինարը վարելու է Գիտսանի համակարգող Մարկ Սիրականյանը, և եթե կունենանք ինչ-ինչ հարցեր, արդեն խնդրում ենք դուք կորոշեք, հարգելի մասնակիցներ, տվյալ պահին Մարկին կուղեք ձեր հարցը, թե ընթացքում, թե ավարտին, այնուամենայնիվ պիտի խնդրենք ձեռք բարձրացնելու մեթոդով, հա, աշխատենք, անպայման դուք ձեռք բարձրացրեք, մենք կհետևենք և անպայման ձեր հարցերին, ձեզ ուզող խնդիրներին կանդրադառնանք։ Մարկ ջան, քեզ մաղթում եմ հաջողություն, չեմ կասկածում, որ շատ լավ է անցնելու և սիրով արդեն խոսքը փոխանցում եմ քեզ։ Բարև ձեզ հարգելի լսարան, շատ ուրախ եմ ողջունել ձեզ մեր երրորդ վեբինարին և թեման, որի շուրջ այսօր կխոսենք, վստահ եմ բոլորիս համար շատ հետաքրքիր է ու կարևոր, քանի որ այն կապված է մեր կյանքի ամենակարևոր որոշումներից մեկի մասնագիտության ընտրության հետ։ Սա այն պահն է, երբ մենք կանգնում ենք կյանքի խաչմերուկում և պետք է ընտրենք այն ճանապարհը, որը մեզ կուղեկցի ապագայում, այն կօգնի մեզ որոշել, թե ինչով ենք մենք զբաղվելու ապագայում և ինչպես են մեր աշխատանքները օգտակար լինելու ուրիշներին և հասարակությանը։ Նախքան մեր վեբինարը սկսելու, խնդրում եմ բոլորիդ անցնեք այս հղումով կամ QR կոդով, հղումը տեղադրեմ լսարանում, Mentimeter ծրագրին է պատկանում այս հղումը, և մենք վեբինարի վերջում կամփոփենք արդյունքները և կհասկանանք։ Ընկեր Խաչատրյան, մենք լսարան ունենք։ Հա, ունենք, Մարկ ջան, ունենք ու դեռ միացողներ կան, բայց ես հղումը զրուցարանում փորձում եմ տեսնել և այս պահին չեմ տեսնում։ Հա, զրուցարանը նկատի ունեմ։ Ահա, զրուցարանը միայն խմբի անդամների համար է, ընկեր Խաչատրյան, դրա համար է։ Այդ դեպքում Մարկ ջան կարող է կոդով անես, ուղղակի այդպես կոդերով ավելի տաս։ հարմար է, այ բանով, QR-ով։ Հղումը միգուցե մենք վերցնենք դնենք զրուցարանում։ Բայց որ դնենք կտեսնեն իրենք։ Զրուցարանը չեմ հիշում, Արև ջան, մենք միայն խմբի անդամների համար էինք, չէ, սարքել, իմ հիշելով այդպես էր։ QR կոդը ավելի հարմար է, կարծում եմ, բայց ամեն դեպքում կարող ենք նա էլ դնել։ Մարկ ջան, մի հատ հղումը ինչպես կարող ես ուղարկել, մենք դնենք խմբում։ Հեսա ձեր WhatsApp-ին ուղարկեմ։ WhatsApp-ում դրեք կվերցնեմ։ Հա, WhatsApp-ի գիծանում դիչ վերցնենք։ Մեկ էլ մի բան, Մարկ ջան, միգուցե դու նաև մուտքային կոդ տաս, կարող ես դա անել։ Այնտեղ որտեղից որ դու ծրագիրը տալիս ես կիսվել, այսքան Podelиться, տալիս է եւ QR կոդ, եւ հղում, եւ կոդ կա, որ իրենք միանգամից հենց գրեն menti.com, մտնեն, կոդը հավաքեն, միանան։ Այդ տարբերակն էլ ունենք, մի հատ փորձիր նաեւ դա։ Հիմա դա ուղարկեմ։ Այս ձևով ավելի հեշտ կլինի, թեկուզ ասեն կամ էկրանին ցույց տաս կոդը, ինչ որ ձևով տեսնեն միանան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ընկեր Գրիգորյան ջան, դուք որտեղ եք տեղադրում։ Որտեղ տեղադրեմ, այս պահին մեկ րոպե։ Մեր զրուցարանում էլ հիմա կդնեմ։ Հրապարակման մեկնաբանությունում էլ կարող ենք դնել Գոհար։ Հա։ Այնտեղ էլ հասանելի կլինի։
Արև ջան, Գոհար ջան, դուք այդ ընդունում եք, չէ՞, Զալաժիդանյայի մարդկանց։ Հա, Դե ես ես արդեն զբաղվում դրանով, ահա։ Մարդ ջան, ինչ արեցիր։ Հեսա կոդն էլ դնեմ, որ կարողանամ միանալ։ Կոդը երևի հիմա բարձրաձայն նաև ասես, հա, ովքեր ներսում են, կարող են այդ կոդով միանալ։ Այստեղ զրուցարանում էլ դրեցի ամեն դեպքում։ Հա, արդեն մենք կտեսնենք կոդը։ Հա, զրուցարանում պետք է որ երևա Անգել Խաչատրյան ջան։ Հա, ես տեսնում եմ, բայց մյուսները կտեսնեն, եթե խմբի անդամ չեն։ եթե խմբի անդամ չեն, չէ, բայց այստեղ մասնակիցների մեծ մասը խմբի անդամ են։ Ես էլ եմ տեսա, մարդը էկրանի վրա ցույց տվեց, ահա։ Շատ լավ։ Ես չեմ տեսնում, ինձ էլ խմբի անդամ դարձրեք։ Բա ինչու Անուշով Հովսեփյանը մեր խմբի անդամ չի։ Ինքը խմբի անդամ է, զրուցարանում տեսեք, պիտի որ երևա։ Հենց Ինձ մոտ ակտիվ չի զրուցարանը ուղղակի։ Գրել չի լինի։ Հա, հենց հիմա սխալը ուղեմ։ Անգել Սիփյան ջան, ինձ հիմա ավելացնեմ։ Ահա։ Արդեն ավելացրի, հիմա ձեր մոտ կերևա արդեն, Անգել Հովսեփյան ջան։ Ձեռք ունենք Մարգուս Սարգսյան ջան, լսում ենք ձեզ, լսենք նոր Մարկ ջան։ Ես մոտ զրուցարանը ակտիվ չի, հետո երեխաներին էի ասել միանալ, արտարի պիտի թինս ծրագիրներ բեռնած ունենան, հողումով չի լինում, ասել որ երբ հանգամագարկում չեմ միանում։ Կարող են գուգլովել, հա, այդպես էլ մտնել համակարգչի դեպքում։ Համակարգչով խնդիր չի տալիս, այնտեղ պետք է Հա, հեռախոսի դեպքում պետք է ներբեռնեն անպայման։ Հեռախոսի դեպքում էլ այդ հղումը թող տանեն Google-ի որոնման հարթակում դնեն, այդպես մտնեն։ Այդպես լինում է, այդպես էլ դե ուրեմն թող փորձեն։ Թող պարտադիր գրեն ու մտնեն։ Հա, միայն խմբի անդամների համար է։ Դրա համար Մարկը էկրանին ցուցադրեց մուլտիմետրի մուտքի կոդը, որ այս կոդով մուտք գործենք։ Այդ ընթացքում կկարգավորենք ես Գոհարը, Մարկը կարող է շարունակել։ Մարկ ջան, ես մենթիով արդեն պատասխանել եմ, քեզ մոտ երևում է, ուզում տեսնել ծրագիրն աշխատեց։ Քեզ մոտ կա պատասխան։ Այո։ Ահա։ Դե հիմա անենց դիր մենք բոլորս տեսնենք, արդեն կոդը երևի թե լավ, թող մի քիչ կոդը մնա բոլորը միանան այդ դեպքում։ Շարունակեմ։ Մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ։ Իմ կարծիքով այն մեր էության հետաքրքրությունների երազանքների արտացոլումն է, երբ մարդը ընտրում է այն գործը, որ իրեն իսկապես հոգեարազատ է, նա ոչ թե պարզապես աշխատում է, այլ ապրում է իր գործով։ Այդ ժամանակ աշխատանքի ամեն օր դառնում է հետաքրքիր, իսկ դժվարությունները հաղթահարելի, բայց ճիշտ ընտրության ճանապարհը երբեմն բարդ է։ Մեզ վրա կարող են ազդել ծնողների կարծիքները, ընկերների խորհուրդները, շրջապատի սպասումները։ Այսօր մենք կքննարկենք բոլոր այդ գործոնները, որոնք ազդում են մասնագիտության կողմնորոշման վրա, եւ կքննարկենք միասին։ Այստեղ հիմա մասնագիտական կողմնորոշումը շատ արդի է, քանի որ դա երկար եւ շատ մեծ գործընթաց է, որը օգնում է մարդուն ճանաչել ինքն իրեն, հասկանալ թե ինչն է իր համար կարևոր, ինչն է իրեն հետաքրքրում եւ ինչի մեջ է նա ուժեղ։ Մասնագիտական կողմնորոշումը ոչ միայն ընտրություն է, այլ նաեւ ինքնաճանաչման, ինքնազարգացման ու ապագայի պլանավորման ուղի է։ Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում եւ ամեն տարի առաջանում են նոր մասնագիտություններ, նույնիսկ գիտնականներն ասում են, որ ապագա մասնագիտությունները դեռևս ի հայտ չեն եկել, այսինքն
տասնյակ տարիներ առաջ ոչ ոք դեռ չէր լսել գրաֆիկական դիզայների ծրագրավորող այդ մասնագիտությունների մասին, բայց այժմ դրանք ամենապահանջված մասնագիտություններն են, եւ այսինքն մենք պետք է հիմա սովորենք այնպես, որ կարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, սրանից հետևություն ենք անում, որ մեր ընտրած մասնագիտությունը միշտ չէ, որ կարող է արդի լինել, այսինքն մենք պետք է ունենանք ընդհանուր գիտելիքներ, որպեսզի հարմարվենք փոփոխվող աշխարհին։ Մասնագիտության ընտրությունը շատ բան է որոշում։ Մեր եկամուտը, կյանքի որակը, ինքնագնահատականը, նույնիսկ այն միջավայրը, որի մեջ մենք ապրելու ենք, եւ եթե ընտրությունը ճիշտ չէ, մարդը կարող է զգալ դժգոհություն եւ հոգնել իր գործից, իսկ եթե ընտրությունը ճիշտ է արվում, ապա աշխատանքը դառնում է զարգացման եւ ինքնադրսևորման ուղի։ Այդ պատճառով շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշումը սկսել դեռ դպրոցում, երբ ձևավորվում են մարդու հետաքրքրություններն ու բացահայտության հմտությունները։ Եկեք պատկերացնենք երկու դեպք, երբ մարդը հաճույքով գնում է աշխատանքի եւ չի սիրում իր աշխատանքը, առաջին դեպքում մարդը սիրում է իր աշխատանքը հաճույքով գնում է, հավանաբար ունի լավ եկամուտ, իսկ երկրորդ դեպքի մարդը հոգնում է իր աշխատանքից, չի սիրում աշխատանքը, հավանաբար ունի վատ եկամուտ եւ ընդհանրապես չի սիրում իր աշխատանքը։ Այսինքն այսօր մենք խոսենք մասնագիտության կողմնորոշման մասին եւ կփորձենք լինել առաջին դեպքի մարդը, որպեսզի մենք սիրենք եւ գնահատենք մեր աշխատանքը։ Նաեւ ուզում եմ մի հարց ուղղել մեր լսարանին, ուզում եմ այն մարդկանց ուղղել, որոնք արդեն ընտրել են իրենց մասնագիտությունը եւ աշխատում են իրենց մասնագիտությամբ։ Ես ուզում եմ հարցնել, արդյոք դուք ափսոսում եք ձեր մասնագիտությունը ընտրելու մասին եւ եթե հնարավորություն ունեք այժմ նույնպես ընտրել, կփոխեք ձեր մասնագիտությունը։ Գերխաչատրյան։ Հա, Մարկ ջան, ճիշտն ասած, ես տեսա, որ բացի ինձնից էլի ձեռքեր կան, դրա համար միգուցե լսենք մեր մասնակիցներին, հետո նոր ես արտահայտվեմ, բայց հասկացա, որ խոսքը հատկապես մեզ է ուղղված, ոչ սովորողներին, մենք արդեն ունենք մեր մասնագիտությունը։ Մի հատ տեսնենք մյուսներն ինչ կասեն, հետո ես կամփոփեմ։ Լիլիթ։ Ձեր բարձրախոսը, ահա։ Բարև ձեզ, հա, գտա արդեն։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ այսօր մասնակցում եմ ձեր վեբինարին։ Ես Երևանից եմ մասնակցում, բայց շատ հետաքրքիր է ինձ։ Մարկ ջան, քո հարցը շատ լավն է ու այսպես ասեմ, չեմ փոշմանում երբևէ, որ ընտրել եմ մի քանի մասնագիտությունները ու որոնցով ինձ բախտ է վիճակվել աշխատելու ժամանակին։ Եթե նորից ընտրելու լինեի, էլի կընտրեի նույն մասնագիտությունները, ինչի որովհետև ես աշխատել եմ տարբեր մասնագիտություններով, տարբեր ոլորտներում, բայց աշխատանքս արել եմ շատ մեծ սիրով, այս պահին էլ անում եմ շատ մեծ սիրով ու այսպեսի մի լոզունգ ունեմ իմ համար, արեք այն ինչ սիրում եք ու սիրեք այն ինչ անում եք։ Ու երբեք պետք չի լինել այս երկրորդ տարբերակի մարդը մասնագիտության ընտրության ու աշխատանքի հարցում առհասարակ։ Շնորհակալ եմ, իսկ ձեր մասնագիտությունը ո՞րն է։ Ամենաառաջին մասնագիտությունս, երբ որ ընտրեցի, եղավ նկարչությունը։ Ավարտեցի, մասնագիտությամբ աշխատեցի, դեռ չավարտած նկարիչ դասատու աշխատեցի ժամանակին, հետո եղավ թարգմանությունը։ Էլի ընտրեցի, գնացի, աշխատեցի մասնագիտական ուղղությամբ ու այս պահին էլի ես վերադառնում եմ իմ ակունքներին, նկարչությանը, կարելի ասել։ Այսպես խառն է եղել, բայց երկու մասնագիտությունն էլ արել եմ մեծ սիրով։ Դրա համար եմ նշում, որ պետք է սիրեք անպայման։ Եթե չեք սիրում, ուրեմն իմաստ չունի այդ մասնագիտության մեջ մտնել առհասարակ։ Շնորհակալ եմ։ Ահա, էլի ձեռք ունենք, Մարկ ջան։ Էլի ձեռք ունենք։ Հա, Արև ջան։
Հա, լավ, քանի որ ես ու Արևն ենք, այսինքն մեր թիմի անդամներով ենք, երևի թե այս դեպքում ոչինչ Արև ջան, ես կպատասխանեմ այս հարցին, երևի դու կամփոփես։ Հարցը շատ մեկնարկային էր, շատ ապրես, ճիշտ հարցից է սկսում, Մարկ ջան։ Ես ուսուցիչ եմ, իմ մասնագիտությունը ուսուցիչն է եւ իհարկե բանասեր, երկու մասնագիտություն, որոնք համադրվում են ուսուցչի կերպարի մեջ։ Շատ սիրում եմ իմ աշխատանքը եւ ինչպես դու ես ասում, սիրով եմ գնում առավոտյան, որովհետեւ եւ շտապելով, որովհետեւ եթե դու սիրում ես եւ ընդհանրապես երջանիկ է այն մարդը, այստեղից սկսեմ, երջանիկ է այն մարդը, ով առավոտյան շտապում է սիրած աշխատանքը կատարելու եւ աշխատանքից հետո շտապում է ընտանիք, որտեղ կա սեր, ջերմություն։ Եվ եթե նորից ընտրեի, եթե ընտրելու հնարավորություն ունեի կամ հետ տայի իմ կյանքը մի քանի տարով, կարծում եմ նույնն էի ընտրելու, պարզապես մեր ժամանակ, երբ որ մենք էինք ընտրում մասնագիտություն, այսքան լայն հնարավորություններ մեր առջև չկային։ Չեմ կարող ասել, եթե լիներ այս ժամանակում եւ լինեին այսքան հնարավորություններ, գուցե ես զուգահեռ եւս մասնագիտություններ ձեռք բերեի, ինչպես հարգելի Լիլիթը նշեց, մեկից ավելի մասնագիտություն ունենայի, չեմ կարող ասել, բայց իմ ժամանակում նորից նույնն էի ընտրելու, որովհետև լեզուն գրականություն իմ տարերքն էին։ Եվ ասեմ, ինքս էլ դու էլ շատ լավ գիտես, Մարկ ջան, դասավանդում եմ մասնագիտական կողմնորոշում առարկան եւ պատկերացրեք շատ սիրում եմ այդ առարկան եւ շատ կարեւորում եմ դասարանում։ Ես միշտ երեխաներին ասում եմ, հավատացեք, բոլոր առարկաների մեջ այս դասընթացը, որ մտել է դպրոց, կարելի ասել թագուհին է։ Ի վերջո մենք 12 տարի սովորում ենք դպրոցում, հետո ամենակիչը 4 տարի բուհում, ինչի համար, որպեսզի դառնանք մասնագետներ։ Այսինքն մեր բոլոր ջանքերը ուղղված են հենց մասնագիտություն ընտրելուն։ Երկու ընտրություն կա կյանքում, որ շատ կարևոր են, չափազանց կարևոր են ու փոխելու դեպքում կյանքդ մի տեսակ փոխվում է, չգիտեմ, կոտրվում է, դա կողակցի ընտրություն է եւ մասնագիտության ընտրություն է, որտեղ երկուսի հետ էլ ամբողջ կյանքում պետք է ապրես։ Այնպես որ աշխատեք ճիշտ ընտրել, հարգելիներս, ճիշտ ընտրություն կատարեք եւ այս վեբինարը, որ Մարկը վարում է, շատ կարեւորեք։ Հուսով եմ շատ ծիրուն բաներից ենք խոսելու եւ ի վերջո կարողանալու ենք որոշակիորեն օգնել, որպեսզի մասնագիտական կողմնորոշվածության մեջ մենք էլ մեր հերթին մի կաթիլ գոնե ավելացնենք։ Շնորհակալ եմ Մարկ ջան, սիրով փոխանցում եմ Արևին խոսքը։ Շնորհակալ։ Շնորհակալություն, ընկեր Խաչատրյան։ Դուք այնքան սիրուն ձևակերպեցիք ամեն ինչ, այո, մասնագիտության ընտրությունը շատ կարևոր է։ Ես իմ ընտրած եւ սովորած մասնագիտություններում ամենուրեք ուսուցիչ եմ, մանկավարժ, այսպես ասած։ Եթե հնարավորություն լիներ, Մարկ ջան, երրորդ մասնագիտությունն էլ ունենալու, ես շատ կուզենայի լինել ազգագրագետ եւ այդպիսի ես ծրագրեր ունեմ ապագայում էլի, շատ հեռու ապագայում ես հաստատ դառնալու եմ ազգագրագետ։ Շնորհակալություն։ Հրաշալի է։ Շատ լավ մասնագիտություն է, Արև ջան։ Ճիշտ ասած, այսպես ասեմ, օրինակ մասնագիտական կողմնորոշում դասավանդելը, կարծում եմ Մարկը դրան կանդրադառնա, հա, մասնագիտություն, մասնագիտացում, եւ սա ինձ համար մասնագիտացում եմ համարում, որովհետեւ իրականում այո, ինչպես դու ես նշում, մենք միևնույնն է ուսուցչից է, չէ՞, դա բխում ուսուցիչ ենք, ով դասավանդում է հաշվետու գրականություն, ով դասավանդում է մասնագիտական կողմնորոշում, բայց դա մի հատ էլի նեղ մասնագիտացում է, որը մեր ուսուցչի կերպարի մեջ եկել է ինչ-որ գույն հաղորդելու։ Այնպես որ շատ հետաքրքիր րոպեներ են մեզ սպասվում, Մարկ ջան, չգիտեմ էլի ձեռք ունենք թե չէ, դու շարունակիր։ Մի Գիտեք, փոքրիկ Արև Մերկունյանն էլ է դասավանդում մասնագիտական կողմնորոշում ու վստահ եմ ինքն էլ մեծ սիրով է այդ աշխատանքը իրականացնում իր աշակերտների հետ։ Այո։ Մի փոքրիկ ավելացում էլ անեմ, գիտսանում մասնագիտական կողմնորոշումը միայն վեբինար չէ, այն ուղղություն է։ Այդ ուղղության ընթացքում աշակերտները կարող են իր մասնագիտությունը որևէ ընտրել եւ իր թեմայով խոսել, մեր վեբինար կազմակերպել եւ խոսել,
Մասնագիտությունները բոլոր մասնագիտություններից կարող են ընտրել եւ վարել իրենց վեբինարը։ Շարունակեմ։ Այո։ Մասնագիտության ընտրությունը շատ կարևոր է, քանի որ այն շատ բան է որոշում։ Այն որոշում է մեր եկամուտը, կյանքի որակը, ինքնագնահատականը եւ նույնիսկ այն միջավայրը, որտեղ մենք ապրելու ենք։ Եթե այն ճիշտ ընտրություն ենք անում, ապա աշխատանքը դառնում է զարգացման եւ դրսեւորման աղբյուր։ Այդ պատճառով շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշումը սկսել դեռ դպրոցում եւ իզուր չէ, որ այդպիսի առարկա կա դպրոցում։ Մասնագիտական ընտրությունը միշտ ազդում է մի քանի գործոններ, դրանք են անձնական հատկանիշները, ընտանիքի սպասումները, ընկերների կարծիքները, կրթական հնարավորությունները եւ իհարկե աշխատաշուկայի պահանջները։ Եվ պատմության ընթացքում մասնագիտական կողմնորոշման այդ տերմինը առաջացել է առաջին անգամ դեռ 20-րդ դարի սկզբին, բայց հիմա այն դարձել է շատ անհատականացված։ Այսօր մենք ունենք տարբեր հարթակներ, թեստեր, տարբեր կենտրոններ, որոնք օգնում են ընտրել տվյալ մարդուն իր ապագա մասնագիտությունը, եւ մասնագիտական կողմնորոշման ամենակարևոր մասը դա ինքնաճանաչումն է։ Եթե մարդ չի հասկանում, թե ինչ է ուզում զբաղվել ապագայում, եւ չի հասկանում, թե ինչի մեջ է հետաքրքրված, ապա մասնագիտական կողմնորոշումը նրա համար դժվար կլինի։ Դրա համար մենք ինքնաճանաչումը շատ ենք կարևորում եւ ինքնաճանաչումը կարող ենք բաժանել 3 խմբի։ Ինքնաճանաչումը կարող ենք բաժանել 3 խմբի, դրանք են նախասիրությունը, հմտությունը եւ արժեքները։ Նախասիրությունը բացահայտելը շատ հեշտ է, այն կարող ենք մեզ տալ տարբեր շատ պարզ հարցեր, օրինակ թե ինչ եմ ես ուզում զբաղվել ապագայում, ինչի մասին ես ունեմ հետաքրքրություններ, եւ նաեւ նախասիրությունները բացահայտելու համար կան տարբեր թեստեր, որոնցից մեկը մենք հիմա կանենք։ Դա Հոլանդի Riasec մոդելն է։ Այս բառի ամենաառաջին տառով կա ուղղություններ, բնավորության գծեր եւ այդ բնավորության գծերին համապատասխան մասնագիտություններ, օրինակ գործնական ուղղությունը դա նրան բնավորություններն են, գործնականը, ուժեղը, ակտիվը, եւ այս բնավորության գծերով ունեցող մարդկանց համապատասխանաբար նրանց մասնագիտությունը դա շինարարն է, ինժեներն է, ռոբոտաշենն է, մյուսը հետազոտողն է, որոնց բնավորության գծերն են հետաքրքրասիրությունը, վերլուծականությունը, նրանց համապատասխանում են ծրագրավորողները, գիտնականները, ճարտարապետները, մյուսը արվեստագետներն են, որոնք սիրում են ստեղծագործել, երևակայել եւ անկախ են իրենց ընտրության մեջ, դրանք են գրողները, նկարիչները, երգիչները, մյուսը սոցիալականն են, որոնք սիրում են շփվել, հոգատար են, համբերատար են, դրանց մեջ են մտնում ուսուցիչները, բժիշկները, հոգեբանները, մյուսը դա ձեռնարկատիրականն են, նրանց բնորոշ է հիմնականում ինքնավստահությունը, նախաձեռնող այդ գիծը եւ այդ մասնագիտությանը այդ բնավորությանը համապատասխանում են բիզնեսմենի, մենեջերի, քաղաքական գործչի մասնագիտությունները եւ վերջինը դա կարգապահականն է, որոնք կազմակերպված են, ճշգրիտ են, պարտաճանաչ են եւ դրանց համապատասխանում են հաշվապահը, քարտուղարը եւ բանկային աշխատողները։ Այս թեստը շատ մարդկանց օգնել է կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտությանը։ Մյուսը ինքնաճանաչմանը, քանի որ բաժանվում է 2 փուլի, մյուս փուլը դա հմտություններն են։ Հմտությունները նույնպես հեշտ են բացահայտվում։ Մենք կարող ենք շատ տարբեր հարցեր մեզ ուղղել, բայց դրանցից կարող ենք ամենահեշտը համարել դա դպրոցական առարկաներում ունեցած հաջողություններն են։ Եթե օրինակ ես լավ եմ մաթեմատիկայից, ապա ապագայում հավանաբար կարող եմ լինել գիտնական, ծրագրավորող, կամ եթե ես սիրում եմ մարդկանց օգնել, ապա ես կարող եմ հեշտ լինել բժիշկ, ուսուցիչ, հոգեբան։ Կարելի է առանձնացնել մի քանի փուլ, դրանք են մի քանի ուղղություն, դրանք են մտավորը, տեխնիկականը, սոցիալականը եւ արվեստի փուլերը, որոնք հասկանում են, թե ինչ ուղղությամբ է մարդիկ ուզում աշխատել։ Մտավորը կարող են լինել բանասերները, բանաստեղծները, սոցիալականը շփվող մարդիկ, դրանք կարող են լինել հոգեբանները, բժիշկները, ուսուցիչները,
արվեստով, օրինակ գրողները, նկարիչները, եւ ինչպես ասացի, վերջինը դա արժեքներն է։ Արժեքներն էլ մեծ նշանակություն ունեն, քանի որ մարդու համար կարող են արժեք հանդիսանալ այն, որ նրան համար կարևոր է օգնել ուրիշ մարդկանց, այսինքն օրինակ այդ մարդը կարող է լինել բժիշկ կամ որոշների համար կարևոր է իրանց եկամուտը եւ նրանք կընտրեն այնպիսի մասնագիտություն, որը իրեն կբերի մեծ եկամուտ, մյուսների համար կարևոր է կայուն աշխատանք ունենալը, ուրիշների համար մարդկանց աջակցելն է, բուժօգնություն ցուցաբերելն է, եւ դրանց հիման վրա ընտրվում են մասնագիտություններ, եւ այդ մասնագիտությունների հիման վրա ստեղծվում է իրենց ապագան։ Բայց պետք է նաեւ մի բան հիշել, որ ինքնաճանաչումը դեռ ամբողջ ճանապարհը չէ, ամբողջը իր վրա չի վերցնում ինքնաճանաչումը, անհրաժեշտ է նաեւ հասկանալ, թե ինչ է պահանջում աշխատաշուկան, կարելի է շատ սիրել որևէ ոլորտ, բայց եթե այն չունի հեռանկար, ապա մենք պետք է մտածենք ինչպես կարողանանք այդ մեր երազանքի այդ մասնագիտությունը համադրել մեկ այլ մասնագիտության հետ։ Այսօր աշխարհում ամենապահանջված ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, բժշկությունը, կրթությունը, լոգիստիկան եւ ստեղծագործական արդյունաբերությունը, եւ Հայաստանում նույնպես առանձնացել են տարբեր առանձնահատկություններ, տարբեր մասնագիտություններ, որոնք պահանջարկ ունեն, դրանցից են ծրագրավորները, տվյալների վերլուծաբանները եւ որակի մասնագետները, նաեւ բժշկությունը, դեղագործությունը, բայց նրանք հետզհետե կամաց կորցնում են իրենց նշանակությունը, բանկային ու ֆինանսական մասնագիտությունները այժմ Հայաստանում զարգացած են, բայց մասնագետներն ասում են, որ ապագայում դրանք ընդհանրապես կարիք չեն ունենա ինչ-որ մասնագետի աջակցությամբ, քանի որ այժմ էլ մենք տեսնում ենք բանկոմատները թեկուզ, որոնք արդեն ավտոմատացված են եւ մարդկանց օգնության կարիք չունեն։ Մյուսը զբոսաշրջությունն է, հյուրընկալությունը, որը Հայաստանում շատ մեծ ներդրում ունի եւ ներուժ ունի, մեծ հեռանկար ունի, քանի որ Հայաստանում կան շատ տեսարժան վայրեր եւ լինելու են շատ տեսարժան վայրեր, որտեղ շատ կարեւոր է զբոսաշրջությունը, սակայն այս ոլորտը հաճախ անտեսվում է։ Իսկ իրավաբանությունը կամ տնտեսագիտությունը թեև հայտնի ուղղություններ են, բայց այսօր ունեն մեծ մրցակցություն եւ հաճախ կորցնում են իրենց նշանակությունը չասեմ, բայց հեռանկար այդքան էլ չունեն։ Աշխատանքի բնույթը տարբեր է, կան մասնագիտություններ, որոնք ուղղված են մարդկանց հետ շփմանական տեխնիկայի թվերի, բնության կամ արվեստի հետ աշխատանքներ, եւ յուրաքանչյուր մարդ կարող է փորձել հասկանալ, թե որն է իր համար առավել հարմար, բայց անկախ ընտրությունից, ժամանակից, աշխարհը պահանջում է մի շարք ընդհանուր հմտություններ, հաղորդակցելու կարողությունները, թիմային աշխատանքը, թվային գրագիտությունը, օտար լեզուների իմացությունը եւ խնդիրների ստեղծագործ լուծման ունակությունը, այսինքն օրինակ ես ընտրել եմ ծրագրավորողի մասնագիտությունը, բայց անպայման չեմ այդ ծրագրավորողին հիմնված գիտությունները սովորեմ, մենք պետք է ունենանք ընդհանուր կարողություններ, հմտություններ, որպեսզի օրինակ եթե մեր մասնագիտությունը ապագայում արդիությունը կորցնի, մենք կարողանանք միևնույն է աշխատել եւ ունենալ կայուն մասնագիտություն եւ պետք է ընդհանուր գիտելիքներ ունենալ, որպեսզի կարողանանք այդ ապահովենք։ Մասնագիտական կողմնորոշումը ոչ միայն գործընթաց է, որն օգնում է մարդուն գտնել իր տեղը կյանքում, այլ դա մի ճանապարհ է, որը պահանջում է ժամանակ, փորձ, համբերություն եւ տեղեկատվություն։ Մասնագիտության ճիշտ ընտրությունը հաջող կյանքի հիմքն է, այն ոչ միայն եկամտի աղբյուր է, այլ ինքնադրսևորման ու երջանկության միջոց է։ Մարդը իսկապես հաջողակ է դառնում այն ժամանակ, երբ իր աշխատանքը դառնում է իր կյանքի մի մասը, ուրախությունը, զարգացման եւ ներշնչանքի աղբյուրը, բայց պետք է հիշել, որ մասնագիտության կողմնորոշումը ամբողջ կյանքի ընթացքում շատ կարևոր է, անհրաժեշտ է հասկանալ ինչ է պահանջում աշխատաշուկան, ինքներս մեզ ճանաչենք, կարելի է շատ սիրել ինչ-որ ոլորտ, բայց եթե այդ ոլորտը չունի հեռանկար, պետք է այստեղ հաշվի առնենք աշխատաշուկայի պահանջները, կամ եթե մենք չենք կարողանում ինքներս մեզ չենք կարող ճանաչել
լավ, ապա կան հատուկ թեստեր, որոնք համացանցում եթե ման գանք, ապա կարող ենք մեզ լավ ինքնաճանաչել եւ այդ աշխատաշուկայի ինքնաճանաչման եւ այլ գործոնների համադրությամբ կարող ենք ընտրել մեր մասնագիտությունը ապագա եւ յուրաքանչյուր մարդ կարող է փորձել հասկանալ, որն է իր համար առավել հարմար, բայց անկախ ընտրությունից ժամանակակից աշխարհը պահանջում է մի շարք ընդհանուր հմտություններ, հաղորդակցելու կարողությունը, թիմային աշխատանքը, օտար լեզուների իմացությունը եւ խնդիրների ստեղծագործման ունակությունը, ինչպես նշեցի, օտար լեզուների իմացությունը շատ կարևոր է, քանի որ կապ չունի թե ինչ մասնագիտություն են ընտրել այդ մարդը, օտար լեզուների իմացությունը միևնույնն է կարևոր է, քանի որ եթե ես ծրագրավորող եմ Հայաստանում, օրինակի համար, ապա որ երկրում ես կարող եմ ունենալ ավելի մեծ եկամուտ օտար լեզվան իմացության պատճառով, օտար լեզուներից կարող եմ առանձնացնել անգլերենը, որը շատ կարևոր է, միջազգային լեզու է, որը ամեն մասնագիտության հետ կարող է առնչվել, ռուսերենը այդքան էլ հեռանկար չունի, բայց պետք է իմանալ այն, եւ բոլոր լեզուներն ընդհանրապես պետք է իմանալ, քանի որ կարևոր է օտար լեզուների իմացությունը եւ ինչպես ասել են, քանի լեզու գիտես, ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես, պետք է իմանալ այդ եւ ոչ միայն օտար լեզուների իմացությունը, այլ պետք է ընդհանուր հմտություններ իմանալ, հաղորդակցելու կարողությունները, թիմային աշխատանք պետք է իմանալ, պետք է ընդհանուր իմանալ նոր տեխնիկայի մասին, թվային գրագիտության մասին, թվային գրագիտության մեջ նաև մտնում է աշտական բնակչությունը, որը իմանալը նույնպես կարևոր է, քանի որ այն կարող է հեշտացնել մեր աշխատանքը եւ կարելի է ասել, որ մասնագիտական կողմնորոշումը ոչ միայն այն գործընթացն է, երբ մարդը գտնում է իր տեղը կյանքում, այլ դա մի շատ բարդ, շատ ժամանակատար գործողություն է, որը պահանջում է շատ ժամանակ, փորձ, համբերություն եւ տեղեկատվություն, մասնագիտության ճիշտ ընտրությունը հաջող կյանքի հիմքն է, մենք պետք է ընտրենք ճիշտ մասնագիտություն, որպեսզի այն մեզ բերի ոչ միայն բերի եկամուտ, այլ մասնագիտության միջոցով մենք կարողանանք ինքնադրսևորվել եւ երջանկանալ մեր մասնագիտությամբ, մենք պետք է գնահատենք եւ սիրենք մեր մասնագիտությունը, այժմ երբ երեխաները ընտրում են իրենց մասնագիտությունը, նրանք հիմնականում հաշվի են առնում եկամուտը, բայց դա ճիշտ մասնագիտություն ընտրելու մի մասն է կազմում, մասնագիտության ընտրության հարցում պետք է ներմուծվեն շատ գործոններ, դրանք են, ինչպես ասացի, աշխատաշուկայի պահանջները, ինքնադրսևորումը եւ ինչպես շատ երեխաներ են մտածում, եկամտի աղբյուրը, եկամուտը, քանի որ եկամուտը նույնպես մեծ նշանակություն ունի մարդու կյանքի համար, ինչպես նաեւ մասնագիտական կողմնորոշման փուլերը, դրանք 3-ն են, ասեցի, դրանք են ինքնաճանաչումը, աշխատաշուկայի պահանջարկի վերլուծությունը եւ իրականացման փուլը, մենք 3-րդ փուլում ենք այժմ, իրականացման փուլը, այսինքն մենք պետք է համադրենք այս վերանշյալ երկու փուլերը, ինքնաճանաչումն ու աշխատաշուկայի պահանջարկի վերլուծությունը, մենք պետք է դրանք համադրենք եւ ընտրենք մեր ապագա մասնագիտությունը եւ դրանք համադրելով ստանանք հաջող մասնագիտություն, որը մեզ կօգնի ապագայում ստեղծել ընտանիք, ապրել այդ մասնագիտությամբ եւ պետք չէ ընկնել եկամտի հետևից, այլ մենք պետք է հասկանանք, թե ինչ մասնագիտություն է մեզ դուր գալիս, ինչ մասնագիտությամբ մենք կուզենանք ապագայում զբաղվել, ինչ հմտություններ ունենք եւ այդ հմտությունները ինչպես զարգացնենք եւ եզրափակելով ուզում եմ ասել, որ մասնագիտության կողմնորոշումը այն գործընթացն է, երբ մարդը գտնում է իր տեղը կյանքում եւ համադրելով սեփական հետաքրքրությունները, կարողությունները եւ արժեքները կարող է ընտրել իր ապագա մասնագիտությունը, քանի որ ավարտեցինք, եթե հարցեր չկա, եկեք նաեւ դիտենք մեր մենթիմետրի արդյունքները, հարցեր կան։ Մարկ ջան, բայց մենք մենթիմետրը չենք տեսնում այս պահին։ Եթե հարցեր չկան, անցնեմ մենթիմետրին։
Հա, մենթիմետրը մի հատ նայենք, հետո քննարկումը անենք։ Մեր մենթիմետրով անցել են 6 մարդ, որոնցից 4 ուսուցիչներ էին, 2-ը հոգեբանություն են ուզում ապագայում զբաղվել։ Բա ինչի մենք չենք տեսնում մարդ պատկերը։ Ահա, հիմա տեսանք։ Նաև 1 հոգի փաստաբան ունենք։ Բայց հիմա էլ կարող են մասնակցել, հետաքրքիր է ինչ լսարան ունենք մենք։ Գուցե ուշ միացողներ ունենք Մարկ ջան, ովքեր չգիտեն, որ պետք է միանան մասնակցել, մի հատ նորից կոդը դիր թող միանան։ Ունենք մուտք անողներ Մարկ։ Ահա, փաստորեն էլի 8 դարձավ ուսուցիչները։ Ահա, Մարկ ջան, մի դիտարկենք։ Նոր մասնակիցներ չունենք։ Դե լավ, ուրեմն ամփոփիր արդյունքները։ Հա։ Ինձ թվում է ուսուցիչները ներկայացուցիչներ են, ամբողջ մասը, իսկ մյուս մասնակիցներից միգուցե ապագա մասնակիցներ են։ Այս արդյունքներից կարող ենք հասկանալ, որ մարդկանց հիմնական մասնակիցները, որոնք նրանք ուզում են ընտրել, ապագայում, եթե չնայենք այս արդյունքներին, ապա մարդիկ հիմնականում ապագայում ուզում են դառնալ այժմ ծրագրավորողներ, վերլուծաբաններ եւ իրավաբաններ։ Այստեղից միայն իրավաբանն է, որ հեռանկար քիչ ունի, քանի որ մեծ մրցակցություն կա, այսինքն իրավաբանների տեղը քիչ է։ Այստեղ նաև կարող ենք առանձնացնել փաստաբանին, որը ոչ մեծ հեռանկար ունի։ Փաստաբանին կարող ենք համադրել մեկ այլ մասնագիտության հետ, որը նույն գիտություններն է պահանջում կամ այդ մարդը նույն հետաքրքրություններն ունի։ Իհարկե ոչ ամբողջովին համադրել կարող ենք մեկ այլ մասնագիտություն հետ, բայց փաստաբանը այդքան ոչ մեծ հեռանկար ունի։ Ուսուցիչները շատ են, քանի որ մեզ միացել են շատ ուսուցիչներ եւ ներկա ուսուցիչներ են, իսկ հոգեբանությունը նույնպես շատ կարևոր ոլորտ է։ Ուսուցիչներն էլ մեծ հեռանկար ունեն, քանի որ իհարկե ոչ մարդիկ կան, որ ասում են ուսուցիչներն կփոխարինեն արհեստական բանականությունը, բայց դա իմ կարծիքով սուտ է, քանի որ ուսուցիչներն ունեն մեծ հեռանկար, քանի որ արհեստական բանականությունը չի կարող լիովին փոխանցել ուսուցչին, քանի որ իրականը երբեք չեն կարող փոխարինել արհեստական
ուղղությամբ։ Հոգեբանությունը այժմ մեր հեռանկար ունի, քանի որ հոգեբանները այժմ քիչ են, սակայն արդեն սկսել են հոգեբանությունը սովորել մարդիկ, բայց հեռանկար հոգեբանությունը ունի։ Այստեղ ձեռք ունենք։ Մարկ ջան, ես քեզ մի հարց տամ, հետո անդրադառնանք ձեռքի։ Ես ուզում եմ իմանալ քո այս վերլուծությունը ինչ հիմքեր ունի, էլի դու ինչից ելնելով, ինչ նյութից, ինչ աղբյուրից ելնելով ես այս վերլուծությունը տալիս։ Օրինակ, որ իրավաբանի մասնագիտությունը ոչ մեծ հեռանկար ունի, կամ հոգեբանները ունեն մեծ հեռանկար։ Ինչ ուսումնասիրություն ես էլի արել, որտեղից ես վերցրել դա։ Հիմնականում ուսումնասիրել եմ աշխատաշուկան, տեսել եմ, որ իրավաբանությունը ունի մեծ մրցակցություն, այսինքն ապագայում մեծ մրցակցության պատճառով ոչ բոլոր մարդիկ կարող են դառնալ իրավաբաններ եւ ստիպված պետք է փոխեն իրենց մասնագիտությունը, դրա համար պետք է արդեն հասկանալ, որ այդ մասնագիտությունը ոչ մեծ հեռանկար ունի, բայց եթե իհարկե շատ լավ սովորենք իրավաբանի այդ մասնագիտությունը, մրցակցության արդյունքում կարող է հենց մենք ընդունվենք իրավաբան, մրցակցությունը մեծ է, այսինքն եկամուտն է մեծ, պահանջարկն է մեծ, դրա համար իրավաբանը կարևոր մասնագիտություն է, բայց ոչ մեծ հեռանկար ունի, իսկ հոգեբանությունը նույնպես աշխատաշուկայի վերլուծությամբ հոգեբանները այժմ քիչ են, բայց ըստ աշխատաշուկայի այն սկսում է ավելի մեծանալ նրանց պահանջարկը։ Շատ լավ, շնորհակալ եմ, հոգեբանության առումով լրիվ համամիտ եմ, ես ինքս էլ այդպես եմ կարծում, որ դեռ մի քանի տարի առաջ, երբ դեռ մասնագիտական կողմնորոշում չէի էլ դասավանդում կամ չէի էլ այդ ծրագրով վերապատրաստվել, միևնույնն է մտածում էի, որ ապագան հոգեբաններինն է, համամիտ եմ, որ քո վերլուծությունները եւս դա են փաստում։ Լավ, անդրադառնանք ձեռքերին, հա, Մարկ ջան, տես ով ունի ձեռք։ Լիլիթն անիտ։ Շնորհակալություն, Մարկ ջան։ Մի նկատառում անեմ, ես իրականում երկու հարց ունեմ քեզ, բայց մի նկատառում անեմ հետեւյալ հարցի հետ կապված, որ ասացիր վերլուծության հետ կապված, որ մրցակցության պատճառով, ասենք, ոչ բոլորը կկարողանան ընդունվել օրինակ իրավաբան դառնալ եւ այլն, ու կապ չունի մասնագիտությունը այս դեպքում, բայց կարծում եմ, եթե մարդը ի սկզբանե արդեն ծնված է ինչ-որ մասնագիտության ջիղերով, ասեմ, մրցակցությունը ամենևին կապ չունի։ Եթե ինքը այդ մարդն է, ինքը իր նիշան կգտնի այս կյանքում, իր տեղը կունենա անպայման։ Այդ հարթակում ինքը կգտնվի։ Այսպես իրան կգտնեն, այսպես ասեմ անգամ։ Ինքը չի էլ հասցնի փնտրի, իրան կգտնեն, եթե ինքը ճիշտ է ընտրել։ Այսինքն ընտրել է ինքը իրան։ Ահա։ Դրա համար այս մասնագիտական կողմնորոշումը կա, քանի որ եթե այդ, ինչպես ասացիք, մարդիկ ջիղ չունեն, ինչ որ ջիղ ունի օրինակ իրավաբանի համար, մասնագիտական կողմնորոշումը նաև օգնում է այն մարդկանց, որոնք սխալ ընտրություն են արել եւ ընտրությունը փոխելով օրինակ մրցակցությունը կարող են քչացնել, որովհետեւ ոչ բոլոր լավ իրավաբանները փորձում են դառնալ իրավաբաններ եւ ոչ բոլոր ուրիշ մասնագիտության տիրապետողները ուրիշ մասնագիտության հետևից են։ Հա, արդեն հասկացաք, ես համաձայն եմ։ Կան, որ ոնց որ սկզբում նշեցի, ծնողների ինչ որ պարտադրանքով են նաև, հա, ընտրում ինչ որ մասնագիտություն չուզելով, հետո տանջվում, տառապում, բայց մեկ այ վերջո գնում են այն ուղղությամբ, որ իրանք էին ի սկզբանե որոշել, ունեմ այդպես ընկերներ։ Լավ, երբ հանրադառնամ իմ հարցին, երկու հարց ունեմ ճիշտն ասած։ Մեկը ունենք, չէ՞ ժամանակ։ Հա, մեկը դու ոնց ես որոշել ծրագրավորող, հա, դառնալ, այդ մասնագիտությունը ոնց ես ընտրել։ Եվ երկրորդ հարցը կտամ հեսա։ Ահա։ Դե փոքրուց շատ խմբակների եմ հաճախել, որոնք ինձ ուղղություն են տվել ծրագրավորողի մասնագիտության հետ կապված։ Ընդհանրապես ինձ հետաքրքրում է այդ ոլորտը եւ իմ իմացած հմտությունները եւ կարողությունները թույլ են տալիս ծրագրավորող դառնալու համար իմ կարծիքով իհարկե փոքրուց հաճախել եմ Արմաթ Թումո եւ հետաքրքրվել եմ այդ ծրագրավորական ուղղությունների հետ նաեւ դպրոցում սիրել եմ մաթեմատիկա առարկան, որը կարևոր է ծրագրավորողի համար։ Հիմնականում այդ գործոններն են ասել, որ ես ծրագրավորող եմ ուզեցել դառնալ։
Հասկանալի է։ Եվ երկրորդ հարցս, իհարկե շատ ուրախ եմ, շատ հետաքրքիր մասնագիտություն ես ընտրել ու շատ այսպես թոփերում է ինքը այս պահին։ Եվ երկրորդ հարցը, եթե ունենաս հնարավորություն ընտրելու եւս մի մասնագիտություն, ինչ կընտրես։ Ճիշտ ասած, երկրորդը չեմ ընտրի այդ ծրագրավորողը կամ նման մասնագիտությունների հետ, ավելի շատ կընտրեմ ազատ մասնագիտություն, որը կօգնի ինքնադրսևորվել։ Օրինակ, ինչպես ձեր մասնագիտություն նկարիչից նույնպես դուրս գալիս է, քանի որ մանկուց շատ եմ սիրել նկարել, ունեմ որոշ նկարչական աշխատանքներ ու սիրում եմ ընդհանրապես նկարչությունը կամ օրինակ երգիչը նույնպես լավ մասնագիտություն է, որն օգնում է ինքնադրսևորվել։ Ծրագրավորողը մի քիչ փակ մասնագիտություն է, այսինքն մարդը չի կարող լիովին ինքնադրսևորվել, թեկուզ կան ճյուղեր, որ ինքնադրսևորումը կա, բայց քիչ է, դրա համար ես կուզենայի իմ երկրորդ մասնագիտություն լինել ավելի շատ ինքնադրսևորման հետ կապված։ Իսկ այսպեսի մի հարց, երբևէ քեզ հարց տվել ես, օրինակ, հանուն ինչի ես ամեն օր առավոտյան կարթնանամ ցանկացած ժամի, օրինակ ժամը 6-ին, ենթադրենք, կամ 5-ին, հա, կամ ընդհանրապես հանուն ինչի ես կարթնանամ, որ դրանով զբաղվեմ ու այդ ինձ ուժ տա, էներգիա տա, ստիմուլ տա։ Բացի ծրագրավորումը, էլի նկատեմ այդ ինքնաճանաչման, մի քիչ ազատություն տվող մասնագիտություններից ինչը կարա լինի։ Հարց տվել ես ինքդ քեզ։ Դե հիմնականում ես իմ աշխատանքները անում եմ հաճույքի համար, օրինակ միացել եմ գիտսանին, քանի որ սիրում եմ այդ նախագիծը եւ սիրում եմ այսպեսի, ինչպես ասեք, ինքնադրսևորում եմ սիրում եւ գիտսանը ինձ հնարավորություն է տալի գիտսը հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել, ամեն առավոտ ինձ հաճույք կտա, որ կմասնակցեմ այսպիսի նախագծերի եւ սիրում եմ այսպիսի նախագծերը, քանի որ նրանք հնարավորություն են տալի ինքնադրսևորվելու, նաեւ ապագայում իմ մասնագիտությունը ընտրելուց հետո կաշխատեմ նաեւ իմ ընտանիքի համար ամեն առավոտ անջվել, որպեսզի իմ ընտանիքը կարողանամ պահել։ Բրավո։ Այսքանն էին հարցերս, շնորհակալություն քեզ շատ։ Հրաշալի պատասխաններ, Մարկ ջան, շատ ապրես, կարծում եմ մեր հարգելի Լիլիթը հենց այդ պատասխանին էլ սպասում էր։ Դուք ստացաք ձեր ակնկալիք պատասխանը եւ տեսնենք թե ուրիշ, եթե Մարկին հարցեր չունենք, կարծում եմ Մարկը իր մասնակիցներին հարցեր ունի պատրաստած, հա Մարկ։ Հա, ունեմ մի քանի հարցեր։ Օրինակ այս մոդելի մասին, որ խոսեցի, Հոլանդի մոդելն է, Հոլանդն է ստեղծել եւ արդյոք մարդիկ կան, որ այս բնավորության գծերի նման է եւ ներկա եւ ապագա իր մասնագիտությունը համապատասխանում է իր բնավորության այս գծերին։ Օրինակ ես սիրում եմ հետաքրքրասեր եմ եւ վերլուծական եմ ու ապագայում իմ բնավորությանը համապատասխան է ծրագրավորողը, արդյոք կան մարդիկ, որ իրենց մասնագիտությանը նույնպես համապատասխանում է իր բնավորության գիծը ներկա կամ ապագա։ Ահա մենք ձեռք ունենք, էլի Լիլիթն է, մյուս մասնակիցները շատ ակտիվ եք Լիլիթ ջան, շնորհակալ ենք, բայց կուզենայինք մյուսներին էլ լսել, ահա, քան որ նոր ձեռք ունենք, երևի լսենք Մարգուշ Սարգսյանին, հետո ձեզ, հա Լիլիթ ջան, Մարգուշ ջան Հա, համեցեք։ իհարկե։ Մարկ ջան, նախ խրախուսում եմ քեզ շատ ապրես, որ այս տարիքում ունես այսպիսի եւ նախաձեռնող ես եւ ակտիվ ես եւ շատ կուզեի, որ քո տարիքի երեխաները հիմա մասնակցեին, ոչ թե մենք ուսուցիչներով, ճիշտ է, քեզ շատ հաճելի է լսելը, բայց լավ կլիներ, որ քո տարեկիցներին ունենայինք այս խմբում, ու իրենք զգային այս քո ոգևորությունը, խանդավառությունը, կարողանային այսպես, եթե չկարողանային էլ այսպես վերլուծել, գոնե խրախուսվեին ու իրենք էլ ունենային այս միտքը, գաղափարը, առաջընթացը, ինչը որ դու ունես, շատ խրախուսելի է, ապրես։ Դրա համար ասենք ստեղծվել է նախագիծը։ Դրա համար լավ, ստեղծվել է մնաց առաջարկեմ, ես իմ բոլոր աշակերտներին ճիշտն ասած խրախուսել եմ միանալ, իրենք դժվարությամբ են
ծրագիրներ բեռնում եւ այլն, պիտի ծնողների հեռախոսներով միանան, մի քիչ բարդ է, բայց կարծում եմ քաղաքում դժվար չի մանավանդ հեռախոս ունեցող երեխաների համար։ Ամենայն դեպս շատ խրախուսելի է ապրես, որ այսպիսի վերլուծող մտքերով ներկայացնում ես քո գիտելիքը, քո կարծիքը, շատ ապրես։ Կուզեի մի բան ավելացնել քո ասածին, յուրաքանչյուր մարդ, նույնիսկ եթե մտածում է, որ ինքը սխալ մասնագիտություն է ընտրել եւ այլն, երբևէ մարդը հոգեբանորեն պիտի իրեն չկաշկանդի, որ ինքը սխալ մասնագիտություն է ընտրել կամ չի կարող աշխատել։ Ընդհանրապես մարդու համար, իմ կարծիքով, ամենաշատը հոգեբանորեն այդ իր չկարողանալը կամ գիտելիքին չտիրապետելն է, ցանկացած մասնագիտության մեջ մարդը պիտի փորձի առաջ գնալ։ Ու անպայման առաջին հերթին մարդը ինքը պիտի սիրի իր աշխատանքը ու ինչ աշխատանք էլ եթե սիրով անես, կարծիքով կստացվի։ Ճիշտ է, ես մասնագիտությամբ ուսուցչուհի եմ, բայց տարբեր ոլորտներում փորձարկումներ արել եմ, այսպես ասեմ, մարդը պիտի ունենա միշտ երկրորդ հնարավորություն, այ ապրես, որ ասում ես, այլ մասնագիտություն, այլ եթե էջ չլինի, այլ հանգամանքներում, այլ դեպքերում ինչպես կվարվեինք։ Յուրաքանչյուր երեխա ճիշտ է, եթե այսքան գաղափար ունենա ու մտածի մի քանի մասնագիտություն ընտրելու, շատ լավ կլինի, բայց եթե գոնե ընտրած մասնագիտությունը ինչ որ ընտրել են, սովորեն, աշխատեն ու աշխատեն հմտանալ դրա մեջ ու սիրով աշխատեն եւ պարտաճանաչ լինեն ցանկացած աշխատանքի մեջ, այ ինչպես դու սովորելու մեջ եթե պարտաճանաչ չլինես, դու ինքդ գիտես, յուրաքանչյուր նպատակի հասնելու համար մարդը պիտի որոշակի արգելքներ հաղթահարի, չէ՞, այդ արգելքը ստեղծված է հենց քո նպատակին հասնելու համար։ Ու յուրաքանչյուր երեխա իր առաջ պիտի դնի նպատակ։ Այս նպատակին հասնելու համար, օրինակ ես փոքրուց հիշում եմ, շարադրության մեջ գրել էի, որ ես դառնալու եմ ուսուցիչ։ Ու չեմ էլ մտածել այդ մասին, բայց հետագայում ես գտել եմ իմ այդ շարադրությունները ու մտովի պատկերացրել, որ փաստորեն դրան հասնելու համար ես նպատակ ունեցել եմ փոքրուց։ Ու սիրով եմ անում այդ ամեն ինչը։ Դրա համար կուզեի, որ ցանկացած երեխա ինչ նպատակ էլ ունենա, դրա համար ինքը սահմանի իր նպատակի հերթականությունը, այ ինչ պիտի անի հասնելու այդ նպատակին։ Շատ ապրես ու շատ ուրախ եմ, որ մենք ունենք քեզ պես հայ երեխաներ ու թող ոգևորող լինի քո խոսքը ու շատ ունենանք այսպիսի երեխաներ, ովքեր որ կփայլեն իրենց գիտելիքով, խոսքով, գործով։ Ես հույս ունեմ, որ հետագայում քեզ շատ, չգիտեմ, մեծ բարձունքներ ենք տեսնելու քո ցանկացած ընտրած աշխատանքի, ոնց ասեմ, միշտ հաղթանակներ է պարգևելու մեր ազգին, քո ցանկացած մասնագիտության ընտրելու առումով։ Ապրես շատ։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ Մարկ ջան, դու հերթով հարցրու, հա, ես չմիջամտեմ, ես վերջում անպայման ինքս էլ եմ ուզում այս մոդելի մասին խոսել։ Լսենք Իրինա Մկրտչյանին։ Բարև ձեզ, ես Սևանի ավագ դպրոցից եմ, սովորում եմ հենց իրավաբանական հոսքում, դիտելով այս մոդելին, կուզեմ ասել, որ ընտրել եմ իմ մասնագիտությունը հենց գրեթե այս մոդելից օգտվելով, հենց կարող եմ ասել, որ իմ բնավորությանը համապատասխանում է կարգապահական խումբը, հա, կազմակերպված ճշգրիտ պարտաճանաչ ու հենց հասկացել եմ, որ իրավաբանությունը հենց ինձ համար է եւ ընտրել եմ հենց փաստաբանի մասնագիտությունը եւ դուք էլ որ ասեցիք մրցակցային մասնագիտություն է, բայց մեկ է ձգտելու եմ հենց լավագույններից լինել իմ ոլորտի մեջ, ինչքան էլ որ այն լինի մրցակցային։ Շնորհակալ եմ, այո, պետք է, եթե ընտրել եք այդ ուղղությունը, ապա պետք է զարգացնեք ձեր մասնագիտությունը, ձեր գիտելիքներն այնպես, որպեսզի ապագայում մրցակցությանը հենց դուք այսպես ասած հաղթած դուրս գաք եւ ձեր մասնագիտությամբ աշխատեք։ Այո։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Լսենք
Ռուզ Բարև ձեզ։ Երևի Ռուզանն է, հա։ Այո, ես նույնպես Սևանի ավագ դպրոցից եմ, հենց Իրինայի դասարանից եմ, մենք համադասարանցիներ ենք, եւ կուզեի ճիշտն ասած իրավաբանության մասին մի փոքր խոսել։ Ուզում եի ասել, որ այո, իրականում շատ մրցակցային եւ բարդ մասնագիտություն է, բայց այն ներկայումս ունի շատ ճյուղեր, որոնք որ չեն եղել անցյալում։ Հիմա իրավաբանությունը իր մեջ ներառում է բազում ճյուղեր, կա կոնվենցիոն եւ վարչական, քաղաքացիական իրավաբանություն, որոնք որ ամեն մեկը տարբեր գործառույթներ են կատարում եւ ինձ թվում է այդքան էլ ճիշտ չի, որ իրավաբանությունը հեռանկար չունի, որովհետեւ այնպիսի մասնագիտություն է, որ ամեն դեպքում ամենտեղ առնչվում է դրա հետ։ Այո, հեռանկար իհարկե մի քիչ կոպիտ ասած էր, բայց մրցակցությունը քանի որ շատ է, մի քիչ ավելի դժվար է մասնագիտությամբ աշխատել, բայց եթե մարդը սիրում է այդ մասնագիտությունը, տանջում է այդ մասնագիտությամբ եւ ապագայում ուզում է լինել այդ մասնագիտության տեր մարդը, ապա այդ մարդու մոտ ամեն ինչ կստացվի եւ նա կլինի իր ուզած մասնագիտության տեր մարդը, այս դեպքում իրավաբանը։ Այո, շնորհակալություն։ Շնորհակալ։ Լսենք Լիլիթին։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր գաղափարներ հնչեցին մասնագետների կողմից, բոլորի հետ համաձայն եմ։ Մասնագիտության հետ կապված ես հոգով սրտով անկախ եմ ու պատահական չի, որ նկարիչ եմ ի սկզբանե։ Նկարիչ եմ ընտրել մասնագիտությունը, անկախ նրանից, որ աշխատել եմ հետագայում ուրիշ մասնագիտությամբ էլ, բայց այսպես նկարիչ եմ այդ իր հերթին եւ երկրորդը Մարկ ջան, ու մենակ Մարկ չէ, բոլոր մասնակիցներին ուզում եմ իմ կողմից այսպես հետոյի հետ կապված, կյանքի հետ կապված փոքրիկ խորհուրդ տամ, մի վախեցեք փորձել խառը ու տարբեր մասնագիտություններ։ Կյանքի ցանկացած փուլում չեք իմանում ինչ կարա լինի։ Փորձեք փնտրտուքի մեջ եղեք, թեկուզ սխալ եք ընտրություն արել ենթադրենք, կարաք հետո թողնեք իրան, բայց այդտեղից էլ հաստատ ինչ-որ մի օգտակար բան կսովորեք, մի վախեցեք։ Ընտրեք, ընտրեք, փնտրեք, տեսեք ձերն է թե ձերը չի, եթե կզգաք ձերը չի, թողեք։ Թողնելը միշտ կա, բայց որպեսզի հետո չփոշմանեք, չասեք, այ ես ժամանակին եթե սա ընտրած լինեի, միգուցե հիմա, այ որպեսզի այդ հարցերը չառաջանա, փորձեք հնարավորինս sense խառը ու իրարից անկախ բաներ անգամ։ Կարևորը չվախենալ այդ ամեն ինչի հարցում։ Չմտածել, որ վայ, բա ինչ կասեն, վայ, բա որ հանկարծ իմը չլինի։ Չէ, ոչինչ, թող ձերը չլինի, թող կթողնեք, բայց կարևորը ձերը կգտնեք։ Ի վերջո այդ փնտրտուքի մեջ դուք այդ ձեր ճանապարհը կգտնեք։ Այն որը որ ձերն է։ Շնորհակալ եմ, անպայման կօգտագործեմ ձեր խորհուրդը։ Այսքանը Մարկ ջան։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Լսենք ընկեր Գրիգորյանին։ Շնորհակալություն Մարկ ջան, ճիշտն ասած շատ հետաքրքիր էր եւ այս մոդելը առաջին անգամ հանդիպեցի այս մոդելին ու հետաքրքիրն այն էր, որ երբ որ նայում էի իմ մասնագիտությանը համապատասխան բնութագրումները, հասկանում էի, որ այո, ամբողջությամբ բնութագրում է ինձ որպես ուսուցչի, հոգատար, շփվող, համբերատար եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր ուսուցիչներին, կարելի է ասել, բայց մի բան էլ հետաքրքրեց Մարկ ջան, այստեղ իրար մոտ էին ուսուցչից վերև գրող, նկարիչ, երգիչ, երևի մի քիչ էլ, եթե այսպես խորանամ եւ շարունակեմ գրող լինելու կարիերան, հա, ինձ կտեսնեմ նաեւ ստեղծագործող, երևակայող, անկախ, որովհետեւ մի քիչ էդ էլ կա ու հետաքրքիր էր ինձ համար, շատ ապրես, որ նման ձևաչափով սկսեցիր խոսքդ ու մեզ էլ այսպես մասնակից դարձրիր այս քննարկմանը։ Շնորհակալ եմ Մարկ ջան։ Ձեզ եմ շնորհակալ ընկեր Գրիգորյան։ Լսենք նաև ընկեր Խաչատրյանին։ Հա, արդեն հերթը հասավ ինձ Մարկ ջան։ Ճիշտն ասած, ընկեր Գրիգորյանը մի քիչ ոնց որ իմ խոսքին մոտ խոսեց, որովհետև ես որ այսպես նայում եմ այս մոդելը, իրոք ինձ էլ էր անծանոթ, ինչքան էլ ես առարկան դասավանդում եմ, այս մոդելը ինձ չէր հանդիպել։ Ես պատկերացրու բոլոր կետերը իմ մասնագիտության մեջ եւ իմ տեսակի մեջ փորձում եմ գտնել
նայում եմ գործնական, ճիշտ է, այստեղ գրված է շինարար, ինժեներ, բայց դասավանդել, լինել ուսուցիչ եւ գործնականորեն ուժեղ եւ ակտիվ չլինել, կարծում եմ մենք չենք հաջողի, եթե մենք ակտիվ չլինենք, ուժեղ չլինենք եւ գործնական շփումներ չունենանք, գործնական աշխատանքներում մեր աշակերտներին չներառենք։ Եթե նայում եմ հետազոտող, հետաքրքրասեր, վերլուծական, մենք ուսուցիչներս հենց վերլուծողներ ենք, հետաքրքրասերներ ենք, անընդհատ պրպտում գտնում ենք եւ պարտադիր ինչ-որ մի նոր բան տանում ենք դասարան։ Եթե նայում եմ արվեստագետ, էլի համամիտ լինելով ընկեր Գրիգորյանի հետ, մենք նաեւ ստեղծագործողներ ենք, որովհետեւ շատ հաճախ մեր դասը ինքնին ստեղծագործություն է դառնում։ Մենք անընդհատ այդ ստեղծագործական վերելքի ու աշխատանքի մեջ ենք, այնպես որ այստեղ էլ տեսնում եմ էլի ուսուցչի կերպարի մեջ այս կետը եւս։ Դե սոցիալականը արդեն իսկ գրված է, որ դա մերն է, հոգատար, շփվող, համբերատար, սա ուսուցչի հենց անձնային որակների մեջ ամենակարևոր կետն է։ Ձեռնարկա տիրական, այստեղ որ դիտարկում եմ նախաձեռնող, առաջնորդող, ճիշտ է գրված է բիզնեսմեն մենեջեր, բայց մենք նաև առաջնորդողներ ենք, մենք նաև նախաձեռնողներ ենք։ Տես հիմա մենք նախաձեռնել ենք Գիտուսի էջը, Գիտսանի էջը եւ ուսուցչական համայնքին համախմբել են Գիտուսի շրջանակներում, փորձում ենք նաև հանրապետության աշակերտներին էլ համախմբել Գիտսանի էջում եւ սա անում ենք որպես ուսուցիչ, ոչ թե այլ մասնագետ։ Այնպես որ ձեռնարկա տիրականն էլ եմ հաստատ տեսնում թե իմ կերպարում, թե ընդհանրապես ուսուցչի կերպարում, իսկ երբ որ գալիս եմ կարգապահական, դե էլ ինչ ուսուցիչ, եթե չլինի կազմակերպված, եթե չլինի պարտաճանաչ եւ եթե իր աշխատանքը ճշգրիտ չկատարի։ Այս վերլուծությունն է ճիշտ ասած ուզում անել ու ինչպես ահա այստեղ մեր Աստղիկ Հակոբյանն է գրում, բոլորը մեկում մեկում, այսպես որ ամբողջականացնենք, կոնկրետ մեր մասնագիտության դեպքում մենք այս բոլոր կետերը կարող ենք տեսնել, շնորհակալ եմ քեզ այս մոդելի համար, հետաքրքիր է եւ հենց դասի ժամին էլ օգտագործելի։ Սա իմ վերլուծություններ, տեսնեմ թե դու ինչ կասես իմ դիրքորոշման, իմ տեսակետի մասին։ Դե այս մոդելը ստեղծված է այն մասնակիցների համադրություններից, այս բնավորության գծերի համադրություններից է ստեղծված եւ ուսուցչին բնավորության գծերին ամենայդ կարևորներից իմ կարծիքով պետք է իշխի ուսուցչի հոգատարությունը, շփվող գիծը եւ համբերատարությունը։ Կարծում եմ պետք է իշխի դա ուսուցչի մեջ, որպեսզի ուսուցիչը ուսուցիչ համարվի, սակայն ասեմ, որ ուսուցիչը կարծում եմ, որ այս բոլոր մասնագիտությունների համադրությունը կարող է համարվել, քանի որ ցանկացած բառի ուսուցիչը եւ բժիշկ է, եւ ձեռնարկատեր է, եւ նախաձեռնող է, եւ բոլոր մասնագիտությունների համադրությունը կարծում եմ ուսուցչի մեջ կա, քանի որ ուսուցիչը աշակերտներին ուղղորդում է իր ապագա մասնագիտության հետ, ասեցի, որ ինչու եմ ծրագրավորում դրա, քանի որ սիրում եմ մաթեմատիկա առարկան, դա մի մասն է իհարկե կազմում, բայց մաթեմատիկա առարկաներ սիրելու համար իհարկե պետք է լավ ուսուցիչ, որը կուղղորդի ինձ այդ ոլորտը ավելի լավ ուսումնասիրելու համար։ Այո, շատ ապրես Մարտյան, քո կերպարով դու հիմա մեր չեմ նայել թե քանի մասնակից ունենք, բայց գոնե թե մասնակից օրողներին հաստատ ոգեշնչում եւ դաստիարակչական կերպար ունես, շատ կուզեի, որ վարակիչ լինի այդ կերպարը ու դու արդեն նշեցիր, որ մասնագիտական կողմնորոշում ընդհանրապես մեկ անգամյա վեբինար չէր Գիտսանի էջում, հաստատ մենք էլի կկազմակերպենք եւ գուցե հաջորդ անգամ ավելի գործնական բնույթի թեստերով, այնպես դու խոսեցիր ինքնաճանաչման ուղղությամբ հատկապես ու գուցե կլինեն մասնակիցներ, ովքեր դեռ կողմնորոշված չեն, դեռ հարցեր ունեն ու մենք կփորձենք անպայման օգնել, օգտակար լինել իրենց։ Էլի հարց ունես լսարանին Մարկ ջան։ Մի հարց ունեմ, բայց մի հատ բան էլ ասեմ։ Այս վեբինարս մտածում էի ինչ ստեղծվել է նրա նպատակով, քանի որ մտածում էի, որ ճանաչողական լինի, իսկ հետագայում այս ուղղությունը զարգացնելու համար այլ վեբինարներում խոսենք այլ մասնագիտությունների եւ նրանց խորությամբ ուսումնասիրելու մասին։ Դրա համար սա կարծում եմ ավելի շատ ճանաչողական վեբինար էր, հետագայում ավելի իմաստալից եւ հետաքրքիր վեբինարներ կլինեն։
Հա, ես Եվ կարծում եմ նաև հետաքրքիր մասնագետների կփնտրենք, կգտնենք, կհրավիրենք, ովքեր արդեն կայացած են իրենց մասնագիտության մեջ եւ իրենք էլ իրենց ուղղորդումները եւ իրենց խորհուրդները կփոխանցեն մեր լսարանին։ Ահա, մենք ձեռք ունենք Ելիզավետա Միրզոյան, ահա, համեցեք։ Կարող է բարձրախոսը միացված չէ։ Այո, միացված չէ։ Բարձրախոսը միացրեք։ Ինչպես օգնենք մեր մասնակցին։ Դուք տեսնում եք Տիկին Լիզայի ձեռքը։ Պարզապես բարձրախոսը պետք է միացնի ինքը։ Գոհար ջան, կարող եք օգնել։ Իսկ ասած այս պահին չեմ կարողանում տեսնել ձեռքը, բայց հա, դրա համար է, չեմ տեսնում։ Հա, հիմա գուցե իջեցրեց, բայց ինքը ձեռք ուներ եւ բարձրախոսը անջատված է։ Կարծում եմ մեր իմացած Տիկին Լիզան է, գուցե կապ հաստատես։ Հիմա կփորձեմ ես խոսել Տիկին Լիզայի հետ։ Մարկ ջան, մենք շարունակենք, հա։ Ես մի հարցեր ունեմ լսարանին, նորից ուզում եմ ուղղել հարցային մարդկանց, որը արդեն ընտրել են, այն մարդկանց, որոնք արդեն ընտրել են իրենց ապագա մասնագիտությունը եւ արդեն աշխատում են իրենց մասնագիտությամբ կամ ընտրել են ու սովորում են այդ ուղղությամբ, արդյոք դուք ինչ-որ խոչընդոտների կամ դժվարությունների եք հանդիպել ձեր մասնագիտությունը սովորելու կամ աշխատելու համար, ճիշտ գիտեմ, որ հաստատ հանդիպել եք, բայց ինչ տիպի, քանի որ ամեն մարդ հաղթահարում է իր դժվարությունը յուրովին եւ ուզենայի լսել ձեր կարծիքները։ Այսինքն էլի հարց ուղղված է ուսուցիչներին։ Ես այդպես հասկացա։ Ես ինքս էլի կարող եմ ասել, Մարկ ջան, որովհետև ես ներկայացնում եմ այն սերնդին, ովքեր են մութ տարիներին ընդունվեցին բուհ եւ շատ դժվարությամբ թե ընդունվելու տարին անցանք եւ թե ուսանող տարիները, որովհետև այն 90-ական թվականներն են եւ դժվարությունները չափից դուրս շատ էին, լամպի լույսի տակ էինք մենք սովորում եւ լամպի լույսի տակ էինք կարդում բոլոր գրքերը ամբողջ գրականության, այդպես ենք ծանոթանում եւ եթե համեմատում եմ այսօրվա հնարավորությունների հետ, շատ լայն են այսօրվա դռները։ Մենք դժվարությամբ ենք հայթայթում, դժվարությամբ ենք ինֆորմացիա գտնում, իսկ այսօր լայն դաշտ կա, ամեն ինչ հասանելի է, մնում է այդ ամեն ինչը հասցնել, վերցնել, յուրացնել։ Դժվարությունները երևի թե այդ մասով են եղել ուսանող տարիներին։ Աշխատելու ընթացքում բնականաբար բախվում ես տարբեր խնդիրների, որոնց մինչ այդ չես բախվել, այսինքն մտնում ես դպրոց անփորձ եւ լինում են իրավիճակներ, երբ դու չգիտես ինչ պետք է անես, ինչպես պետք է իրավիճակից դուրս գաս, բայց այն որ ասում են ստեղծագործ, անմիջապես միտքդ աշխատում է եւ կարողանում ես ելքը գտնել։ Դժվարությունները երևի դրանք կարող եմ թվարկել, թե չէ, եթե սիրում ես աշխատանքդ եւ մասնագիտությունդ, ապա այդպիսի լուրջ դժվարություններ, խնդիրներ չես ունենում, դու ինքդ գտնում ես հաղթահարման ուղիները։ Երևի այսքանը կասեմ։ Ձեզ լրացում որպես ուզում եմ ասել, որ ինչպես ասեցիք, այսօրվա հնարավորությունները լայն են եւ պետք է օգտվեն մարդիկ այդ հնարավորություններից, իհարկե ինձ թվում է օգտվողները այժմ քիչ են, բայց պետք է շատանան, քանի որ հնարավորությունները իսկապես լայն են եւ օգտվելու դեպքում մարդիկ կհասնեն իրենց երազանքին եւ նպատակին։ Այո։ Մի ձեռք ունենք։ Տեսնենք ինչ ձեռք ունենք։ Արգուս Սարգսյան։ Հարգյան, ճիշտ ասած,
Ես ինձ Խաչատրյանի ասածն էի ուզում ասել, եթե մարդը նպատակ ունի, լավ պլիսիտակել կարդալով կարող է սովորել, ու շատ ցավալի, որ մեր այժմյան երիտասարդությունը ունենալով այսքան հնարավորություններ, ցանկացած բառի, ցանկացած արտահայտության, ցանկացած մտքի հարցի պատասխան կարող է ստանալ վայրկյանների ընթացքում առանց սպասելու ուսուցչին հարցնի, չգիտեմ, դասախոսին հարցնի կամ ամիսներով գիրք փնտրի գրադարաններում, որտեղ հնություններ էին, գիրքներ չկար։ Ես հիշում եմ անգլերենի բառարանի համար ամեն շաբաթ ոտքով մայրիկս հասնում էր Վարդենից, ինչ թե գիրք պետք է առնի, ու գիրքը չէր լինում ամեն անգամ։ Ես հիշում եմ իմ լացը, որ թափն էի լացում, որ ինքն էլ չտեսնի։ Ես պատկերացնում եմ, որ հիմա ոչ մի երեխա նման պայմաններում չի ապրում, բոլորն էլ ունեն շատ մեծ հնարավորություններ ու շատ կցանկանան, որ երեխաների մեծամասնությունը մտածենք այդպես ու օգտվեն այդ հնարավորություններից, ինչը որ ընձեռում է իրենց թե համացանցը, թե թվային գրքերը, թե ամեն վայրկյան զարգացող գիտությունը, թե ամեն ինչից լավը ընդօրինակեն, այ որ ունենք արհեստական բանականություն, կարելի է օգտվել ոչ թե արտադրելու համար, չէ, այդ տեխնիկաները օգտագործել ոչ թե սուլանալու համար, այլ որ շատ շատերը անում են, չէ, այնքան որ գրենք, շպրտենք, այլ զարգացնեք ձեր միտքը, այդ տեխնիկայի միջոցով դուք զարգանաք, որ հետագայում մենք ունենանք ոչ թե ծույլ հասարակություն, հեշտությամբ ապրող, հեշտին ձգտող, բայց ծույլ հասարակություն ունենանք ակտիվ, նախաձեռնող ու այս մեր ունեցած տեխնիկան զարգացած գիտությունն ու գրականությունը իրենց տարիքների, իր ազգի համար օգտագործող սերունդ կուզեմ ունենանք։ Ապրել շատ, որ հնարավորություն է տալիս արտահայտվելու։ Այս խոսքն է մի փոքր վերացմանը, լավ շնորհակալ եմ, երկրորդն էլ կարծում եմ հենց ձեր սերունդն է ստեղծել այսօրվա հնարավորությունները, լայն հնարավորությունները եւ մեր սերունդը այժմ պետք է օգտվի այդ հնարավորություններից, որպեսզի մեր այսօրվա սերունդը նմանվի ձեզ եւ նույնիսկ որոշ չափով ձեզնից մի փոքր առավել լինի։ Մարջանելի հիացնում ես, շատ ապրես քո վերլուծությունով, դու չգիտեմ, ինչքան ինձ էլի համոզեցիր, որ գիտսանը հուսալի ձեռքերում է։ Լիլիթ ջան, համեցեք։ Շնորհակալություն։ Իրականում անդրադառնամ առաջին փուլին, փաստին, դժվարության հետ կապված։ Իմ մեծագույն դժվարությունը կյանքում եղել է այն ժամանակ, երբ որ ես մարդ ջան պետք է ընտրեի իմ երկրորդ մասնագիտությունը, որը սիրով եմ ընտրել, սրտանց եմ ընտրել, որոշումս եղել է գիտակցված, բայց ունեի մեծագույն խնդիր ժամանակի սղություններ։ Ունեի ընդամենը 5 ամիս ժամանակ։ Թերլեմեզյանն եմ ավարտել նկարչական այդ ուղղությամբ եւ այլն, պետքա կտրուկ սենց անցում անեի արդեն թարգմանության բաժին ու ունեի ընդամենը 5 ամիս, չնախատեսված էր այդ փոփոխությունն ընտրությունը, այսպես միացավ ինչ-որ մի բան, որ ու 5 ամսում ես պետքա հասցնեի 3 տարվա նյութ սովորեի։ Դասատուս առաջին անգամ որ մոտը գնացի, սենց մի տեսակ նայեց ինձ, որ կամ դու գիժ ես, ինչ ես հասկանում որ ես եկել, կամ կկարողանաս իրականում հաղթահարես, էլի, ասում եմ մարդիկ ունեմ 3-4 տարի պարապում են, որ նոր հասնեն։ Ես ունեի 5 ամիս ժամանակ, բայց իմ նպատակը այնքան մեծ էր, որ ես չեմ նայել այդ խնդրին, ես ուղղակի վերցրել եմ այդ գրքերը, ինչ որ ինձ տալիս էր, ամեն օր եկել սովորել եմ։ 5 ամիս հետո ես գնացել եմ քննություն եմ հանձնել ու բնականաբար ընդունվել եմ, հետագայում մասնագիտությամբ աշխատել եմ, աշխատում եմ այս պահին էլ։ Ես էլ եմ ուսուցիչ, նկարչության չեմ այս պահին, անգլերենի ուսուցիչ եմ, բայց մասնագիտությամբ առաջ գնացի ու շատ կարևոր է ինչի համար ես պայքարում, ինչ նպատակ ես դու դնում քո դիմաց ու պետքա քո նպատակը այնքան մեծ լինի, որ կողքից մանր մունր սենց ինչ-որ խոչընդոտիկներ կամ խնդիրներ չխանգարեն քեզ իրան հասնելու, ինչի, որտեղ դու կմտածես, կասես, դե լավ, նպատակս այդքան էլ մեծ չի, խնդիրներն էլ լինում են, արի թողնեմ, էս իմը չի ուրեմն։ Չէ, պետքա բարձր նպատակ դնես, մեծ նպատակ ու չնայես կողքերը ինչ են ասում։ Ով ինչ ուզում է ասի, ով ինչ մասնագիտություն ընտրել է, ինչ ուղղությամբ ուզում է, թող այդ ուղղությամբ էլ գնա։ Կողքից շատերը շատ բան են ասելու։ Կեսը նախանձից ելնելով, կեսը չգիտակցելով ինչ են ասում, դուք ձերը ընտրեք ու ձեր ուղղությամբ գնացեք, հաստատ կգտնեք ձերը։
Իսկ այդ chat GPT սերունդ, չգիտեմ, AI, հա, ինչ որ artificial intelligence կոչվածները, դրանք ժամանակավոր լուծում են տալիս հարցին, բայց դրանից օգտվելու պատճառներն էլ շատ ավելի խորն են, երևի ես արդեն ինչ որ ուրիշ թեմա բան կրին, ինչ որ վեբինար անցկացնելու, թե ինչի են երեխաները օգտվում GPT-ից ու արագանում դնում մի կողմ։ Այդ մի քիչ երևի ուսուցիչ աշակերտ կապից է գալիս, որ պետքա դա էլ ճիշտ լինի դրված, որպեսզի երեխեքը սիրով անեն այն ամենը, ինչ որ անում են։ Ուսուցիչը պիտի իրենց մեջ բացահայտի այն տաղանդը, որը երեխան ունի, ոչ թե դնեն սահմանափակեն, ասեն 2 րոպե ժամանակ ունես, այս հարցի պատասխանը կամ տուր կամ մի տուր, քեզ երկուս եմ նշանակում, այդ մի քիչ հին դարից է իմ կարծիքով, չեմ ուզում շատ խորանամ այս առումով, բայց երևի թե այսքան է, շատ չեմ ուզում ընդհանրացնել դավանվան։ Շնորհակալ եմ։ Այսքան է։ Ինչպես ասացիք, պետք է մարդը դնի իր նպատակը եւ անպայման հասնի իր երազանքին եւ նպատակին, որպեսզի ապագայում կարողանա ստեղծել իր կայուն ընտանիքը եւ ապրել լավ կյանք։ Միանշանակ։ Քեզ էլ շնորհակալություն նման սիրուն վեբինարի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Մարտ ջան, ունենք էլի արտահայտվողներ կամ դու հարց ունես լսարանին, թե արդեն պիտի ամփոփենք։ Չէ, կարծում եմ ամփոփենք։ Դե ամփոփենք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ միացաք ժամանակ տակ միանալու այս վեբինարին։ Նաև առանձին շնորհակալություն եմ հայտնում ուզում եմ այն մարդկանց, որոնք պատասխանում են եւ ակտիվ են հարցերին, պատասխանում են հարցերին։ Մասնագիտական կողմնորոշում շատ կարևոր թեմա է, դրա համար հենց ստեղծվել է գիտսանում ուղղություն, որպեսզի կարողանանք ճիշտ ապագայում մասնագիտությունը մեր ընտրությունը ճիշտ լինի եւ մենք պետք է սովորենք, որպեսզի ապագայում, եթե օրինակ մեր մասնագիտությունը ապագայում արդի չլինի, գոնե կարողանանք փոխել մեր մասնագիտությունը մեկ այլով, որը մեզ դուր է գալիս մի ուրիշ ձև, եւ ընդհանրապես շնորհակալ եմ Գիտոսին, Գիտսանին, որ այսպեսի հնարավորություն է տվել աշակերտներին ինքնարտահայտվելու եւ ինքնադրսևորվելու։ Շնորհակալ եմ։ Շատ ապրես հայ Մարտ ջան, շատ այսպես կայացած վեբինար ստացվեց, կարծում եմ այն ինչ որ դու նախատեսել էիր հասար այդ ամենին, հույսում ենք որ մյուս անգամ մեր մասնակիցները եւ ավելի շատ կլինեն եւ ավելի ակտիվ կլինեն եւ ավելի գործնական բնույթի վեբինար կդնենք ու եթե այսօրվա վեբինարով մենք կարողացանք մեզ լսողներին թեկուզ մի փոքր օգնություն ցուցաբերել, ինչ որ մի հետաքրքրություն առաջացնել, ուրեմն մենք կարող ենք ասել, որ այսօրվա վեբինարը մեր հաջողված էր։ Շնորհակալություն լսարանին, շնորհակալություն մասնակիցներին, շնորհակալություն Մարկին այս վեբինարը պատրաստելու համար եւ հետևենք մեր Գիտսանի թիմի աշխատանքներին, հետևենք Edge-ին, սպասենք հաջորդ հայտարարությանը վեբինարին եւ ձեր արձագանքներին, նրանք ովքեր կցանկանան Գիտսանի Edge-ում որևէ նյութով հանդես գալ, մենք Edge-ը ստեղծել ենք հենց դրա համար, որպեսզի մեր երեխաներին, սովորողներին համախմբենք մի ընդհանուր գաղափարի շուրջ, իսկ դա միմյանց օգնելն է, մեկս մյուսի միջոցով կայանալն է, ճանապարհ հարթելն է։ Այնպես որ սիրով կտրամադրենք մեր հնարավորությունները, որպեսզի կարողանանք ձեզ օգտակար լինել, սիրելի մասնակիցներ։ Գոհար ջան, կարծում եմ տեսաձայնագրությունը մենք ունենանք, չէ՞, կարող է այդ մասով էլ դու ասես, թե երբ, ոնց, ինչ կանենք, Edge-ում ինչպես կհրապարակենք ու արդեն ավարտենք։ Հա, շնորհակալություն ընկեր Խաչատրյան ջան, այո, ասեմ, որ տեսաձայնագրությունը այսօր արդեն իսկ ձեռք կբերենք եւ մինչեւ վաղը Գիտսանի Edge-ում Մարկ ջան կհրապարակեք, մենք էլ մեր Գիտուսի Edge-ում անպայման կտեղադրենք, հասանելի կլինի նաև այն սովորողներին, ովքեր այսօր չեն կարողացել միանալ, սակայն ցանկություն են ունեցել միանալու, որովհետև իսկապես գտնված սեմինար էր ու մի քիչ էլ այսպես ափսոսանք ունեցա, որ ինչու մեր ժամանակ չկար այսպիսի հնարավորություններ, այսպիսի եզակի հնարավորություններ, որ մտածեինք, խորհեինք, թե ինչ ընտրենք, բայց էլի եմ ասում, երևի թե մարդը իր մասնագիտության այսպես ուղղությամբ էլ գնում է, այո,
Այն որ ուսուցիչներ կան ասում են, չէ, ինքը ուսուցիչ չի դարձել, ուսուցիչ ծնվել է, մենք մեր մեջ ուսուցիչներս երբեմն զգում ենք դա, բայց շատ շնորհակալ եմ քեզնից, Մարկ ջան, որ այնքան խելացի, կշռադատված, ճկուն, այսպես իսկապես խելացի պատասխաններ էիր տալիս, երբեմն այսպես չգիտեմ ինչ էր ինձ հետ կատարվում, որ ինչքան շատ ես զգում լսարանի թե ջերմությունը, թե խոսքը, թե այն դրականը, որ դեպի քեզ գալիս է ու դու նույն կերպ էլ այսպես արձագանք ես տալիս։ Շատ շնորհակալ եմ, որ այսքան ճկուն ես, այսքան մտածող ես ու քո ունեցածը չես պարփակում քո մեջ, ուզում ես մնացածին էլ բաշխես։ Մեծ ապագա ունես։ Մենք դեռ լսելու ենք քո մասին ու ուրախանանք, որ մերն ես։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Մագոհար ջան, նաև հպարտություն ենք ապրում, որ ունենք Մարկին, գտել ենք եւ գիտսանը վստահաբար հանձնել ենք Մարկին, վստահ եմ, որ դեռ առաջ ենք գնալու, դեռ ժամանակը արժևում է, ամեն ինչ արժևում է, դեռ նոր գաղափարներ կան, նոր նախաձեռնություններ անպայման լինելու են, ու մեր շարքերը, գիտսանի շարքերը հաստատ մեծանալու եւ շատանալու են մասնակիցները։ Լիլիթ ջան, ձեր ձեռքը մնացել է, թե էլի ասելիք ունեք։ Չէ, չի մնացել, ես իջեցրել էի, ցույց է տալիս դեռ ձեռք։ Հա, ցույց է տալիս, որ դուք ձեռք ունեք, շատ լավ։ Չէ, անջատել էի ձեռքը։ Շատ լավ, ընկերներ ջան, դե այսքանով ավարտենք մեր գիտսանի թիմի մյուս մասնակիցները ցավոք ինչ-ինչ պատճառներով կարծես թե չեն միացել այսօրվա մեր աշխատանքին։ Չեմ կարողանում տեսնել մեր մասնակիցներին, ոչինչ, Մարկ ջան, մյուս հաջորդ անգամները կան։ Մալխասյան Սոնան միացած է։ Բա ուր է Սոնան, ինչի չեմ տեսնում ես, Սոնա ջան, ուր ես։ Անունն եմ ես տեսնում միայն։ Չեմ տեսնում Սոնային, եթե այս բան ես չեմ տեսնում, գիտեք, Աստղիկ ջան։ Անունների ցանկում տեսնում եմ, որ միացած է, բայց անջատած է բանն էլ, ինչա։ Հա, լավ տեսա Սոնային։ Հա, Սոնան գրել է ձայնի խնդիր ունեմ, այ արձագանքեց։ Ես այստեղ Մարիին էլ եմ տեսնում։ Հա, Սոնան գրում է, որ միացած եմ, բայց ձայնի խնդիր կա։ Ահա, Մարի ջան, դու տեղում ես։ Այո, Տիկին Խաչատրյան, տեղում եմ։ Տեխնիկական խնդիրների պատճառով կեսից միացա, բայց պարզեր, թե ինչքան կարևոր ու օգտակար վեբինար էր մեզ սպասվում, դրանով համոզվեցի։ Շնորհակալ եմ շատ Մարկին կարևոր հանդիպման համար, այսքան կարևոր աշխատանք կատարելու համար։ Շատ ուժեղ մոտիվացիա ստացանք բոլորս ու այն մարդիկ, ովքեր դեռ այդ ճանապարհին են, ընտրել են մասնագիտությունը, բայց աշխատում են դրա վրա։ Ես էլ այդ թվում այդ մոտիվացիան մեզ առաջ տանելու ոչ միայն ուղղակի դեպի մեր մասնագիտություն, այլ այն, ինչը մենք սիրում ենք։ Շատ լավ, ընկերներ ջան, այսքանով ավարտենք եւ մնացած վերլուծությունները կամ կարծիքները երևի թե արդեն մեկնաբանություններում կկարդան, կտեսնենք։ Շնորհակալություն բոլորիդ մեր վեբինարին մասնակից դառնալու համար։ Լավ մնացեք, մինչ տեսնենք հաջորդ վեբինարը մեր երեխաները երբ են կազմակերպում։ Տեսություն, մինչ հանդիպում։ Եվ իհարկե մեր գիտուսի էջն էլ այս պահին մի քիչ կարծես թե պասիվացած է, բոլորս զբաղված ենք կամավոր ատեստավորմամբ, ամբողջ ուսուցչական համայնքը հիմա խիստ զբաղված է, բայց ասեմ, որ գիտուսի էջում շատ սիրուն նախաձեռնություն է սպասվում, պարզապես կամավոր ատեստավորումից հետո հետաքրքիր վեբինարներ կան առջևում եւ կարծում եմ շատ կարեւոր ու ժամանակավրեպ, որ այսօր ուսուցիչները խիստ կարիք ունեն այն բանի, ինչը մենք նախատեսել ենք անել։ Այսպես խայծը գցեմ, որպեսզի անհամբեր սպասեք մեր գիտուսի վեբինարներին։ Գոհար ջան, անջատեցինք ձայնագրությունը։ Հիմա անջատեմ, ընկեր Խաչատրյան ջան։ Անջատենք եւ արդեն ավարտենք։ Անջատ